Սիրելի քույրեր, եղբայրներ, մի հետաքրքիր բան է, որ սրտումս է, որ այդ մասին պետքա խոսամ, դրանով պետքա սկսեմ, ավելի ճիշտ, մի ընտանիք կար, կնոջ անունը Նոեմի էր։ Հիշում եք այդ պատմությունը։ Այս Նոեմին իր մարդու հետ, երկու տղաների հետ գնում են օտար երկիր։ Հայի բնավորություն, որտեղ հաց, չէ, որտեղ այդտեղ հացը չկա, իրան գնացին հացի հարցով։ Թողեցին իրենց ունեցվածքը, իրենց արտերը, իրենց տունը, ամեն ինչ, մի խոսքով գնացին։ Այնպես պատահեց, որ ամուսինը մահացավ։ Երկու տղաներին ամուսնացնեց տեղի օտար ազգի աղջիկների հետ։ Ճիշտ եմ պատմում պատմությունը։ Այնպես պատահեց, որ այդ տղաներն էլ մահացան։ Մնաց ինքը և երկու հարցները։ 1000 անգամ լսել եք այս քարոզը։ Ես մի փոքր ուզում եմ ասեմ այս կնոջ մասին։ Հրեաները սովորություն ունեին օրը 3 անգամ աղոթք անելու։ Մենք այդպես չենք, ճիշտ է։ Մենք անդադար աղոթքի մեջ ենք, մենք ավելի ենք։ Քույրեր, եղբայրներ, սա մի կերպար էր այս Նոեմին, որի Աստված պաշտությունը, Աստծո նկատմամբ սերը, ինքը կարողանում էր դրսևորել, կարողանում էր ցույց տալ եւ կարողում էր վարակել շրջապատին իր սիրով։ Երբ որ ժամը եկավ հասավ, որ ինքը հարցներին ասեց, գնացեք ձեր հայրական տները, գեղեցիկ ջահել աղջիկներ եք, ինչի համար մնաք ինձ հետ, ես երիտասարդ չեմ, նորից ամուսնանամ, երեխա ունենամ, տղա մեծացնեմ, որ ձեզի ամուսնացնեմ դրանց հետ։ Գիտենք էլ այս պատմությունը, այն մի աղջիկը շատ իր սրտով էր, գնաց վրաց հորտուն, բայց այս մեկը ասեց չէ, ինքը բան էր տեսել, մի բան էր տեսել, որ չէր կարող այդ կնոջ կողքից հեռու գնալ, որտև հասկանում էր օր-օրի նրանից Աստված պաշտություն է սովորում, առաքինություն է սովորում, Աստծո խոսք է սովորում, Աստծուն ճանաչելու բոլոր դռները իր համար բաց են այս կնոջ կողքին լինելու պատճառով։ Քո Աստվածը իմ Աստվածն է, քո ժողովուրդն էլ իմ ժողովուրդն է։ Ամեն բան փոխվավ այս աղջկա մոտ։ Իր կեսուրի ճիշտ պահվածքից։ Ես ասում եմ բարեկամներ, կարելի է այստեղից օրինակ վերցնել, թող մեր շրջապատը, երբ որ մեզ տեսնի, իմանա, որ Աստված կա, եւ ուզենա անպայման ճանաչի այդ Աստծուն, մեզ տեսնելով։ Սա իմ նպատակներից մեկն է, իմ նշանաբաններից մեկն է։ Եվ ես փառաբանում եմ Հիսուսին, որ ինքը ինձի այսպեսին է դարձրել։ Եվ նրանք միասին վերադարձան Իսրայել։ Եկան, որ արդեն հացը կար։ Ու ինքը իր հարցին բացատրել էր, որ ես մոտ օրենքներ կա, ամենամոտիկ ազգականը կարա քո հետ ամուսնանա ու դու սերունդ ունենաս, եւ այդ սերունդը կոչվի մեր իմ տղայի սերունդը, որ մենք չկորցնենք, որ մեր ժառանգությունը չկորի, որ մեր ունեցվածքը չկորի վերջապես։ Ռութի 2-րդ գլխի 3-րդ համարում գրած է. Եվ նա գնաց, մի արտի մեջ մտնելով հնձողների հետևից հավաքում էր, ու այնպես պատահեց, որ նա հանդիպեց Ելիմելեքի ազգատոհմից եղող Բոոսի արտին։ Գիտեք, Սուրբ գրքում գրված է այնպես պատահեց, բայց ես ուզում եմ վկայեմ, որ երբեք ու երբեք հավատացող մարդու կյանքում պատահականություններ չեն լինում։ Սա Աստծո նախասահմանությունն էր, որ ինքը հենց պետք է գնար այդտեղ, որտեղ ինքը տեղյակ էր արդեն նախօրոք։ Ու պատմությունը գիտենք, թե ինչ կատարվեց։ Այս օտարազգի աղջիկը իր լուրջ դերակատարումը ունեցավ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու սերնդաբանության մեջ։ Ամեն կարող ենք ասենք։ Եվ փառք Տիրոջը։
Մեր կեսուրներ կան ստեղ։ Կեսուրներ, հա, ահա։ Մի օր մեր Գալուստ եղբայրը, Գալուստին չգիտեմ, հիշում եք։ Մի օր հարց տվեց, ասեց կեսուրներ կան ստեղ, կեսուրներ, ասեց ձերներ շատ էին կեսուրները, ասավ կեսուրներ դուք հաշվակ։ Տերը գալիս է հարցին տանելու։ Հիմա ինչ եմ ասում, սիրելի կեսուրներ, եթե ձեր հարցը ձեզանից աստվածապաշտություն, առաքինություն, սրբություն չի սովորում ու չի տեսնում, մի օր որ Տերը եկավ, վայ քեզ, կեսուրներ ապաշխարեք։ Ասում եմ հիմնական խոսքին ինչ որ պատրաստել եմ, Կողոսացիների 2-րդ գլուխ 9-րդ համարը։ Որովհետև նրանում բնակված է աստվածության ամեն լիությունը մարմնապես։ Ամեն։ Ուրեմն մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, ոմանք դրանից գայթակղվում էին, որ իրեն Աստծուն հավասար է դարձրել։ Բայց Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը եւ Տիրոջ հոգին մղել է այս անձնավորությանը գրելու այս խոսքերը, որ նրա մեջ բնակվում աստվածության ամբողջ լիությունը։ Ալելույա։ Հաջորդ համարը, որ ուզում եմ կարդամ, Հովհաննես 1:16։ Եվ նրա լիությունից մենք ամենքս առանք շնորհք, շնորհքի տեղ։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի սուրբեր, ով որ սուրբ չի, թող ինձ ների, որ ասենց եմ դիմում։ Մենք գիտենք, որ Հայաստանը օվկիանոս չունի իր սահմանի մեջ կամ մեծ ծովեր, մենք մի հատ փոքր լիճ ունենք։ Բայց դպրոց ենք գնացել, կրթություն ունենք, մի բան հասկանում ենք, որ կան ծովեր, ամեն, կան նաև օվկիանոսներ։ Ինչ է կատարվում ամեն օր, եթե հաշվենք կամ տարեկան, միլիոնավոր խորանարդ մետրերով ջուր, չէ, գետի միջոցով լցվում այդ ծովերը, լճերը եւ օվկիանոսները։ Բայց Աստծո հրաման կա, որ ինքը իր սահմանից դուրս չպետք է գա։ Համաձայն եք ինձ հետ։ Ինչ է կատարվում։ Նա ինչքան ջուր ընդունում է իր մեջ, նույնքան ջուր ինքը դուրս է տալիս իրենից։ Ես հիշում եմ մի տարի Սևանի դենց վիճում էին վերևներում, չգիտեմ իրանց խելքով, չգիտեմ ինչեր են անում, գրագետն ու անգրագետը խառնվել էին իրար եւ Սևանի ջուրը փորձեցին չթողեն, որ արտահոսք լինի եւ ջուրը մամռակալվեց, սկսեց փչանալ։ Եվ այնպես վախ կար, որ այլևս պիտանի չի լինի այնտեղ, ոչ հանգստանալու մարդիկ կան, ոչ այդ օգտագործելու, ոչ այդ քաղցրահամ ջուրա խմելու օգտակար, մի խոսքով։ Ծովը, օվկիանոսը, ջուրը, չէ, որ ընդունում է իր մեջ։ Իր մոտ կենսական փոփոխություն է տեղի ունենում։ Եվ պետք է գա մեկը, գնա մյուսը, եւ այսքան պետք է պտույտը կատարվի անդադար, որ ինքը մնա թարմ, ձկները ուտելու ենթակա, չփչանան, չէ, եւ ապրելու ենթակա։ Հիմա սիրելի քույրեր, եղբայրներ, մենք մեզնից յուրաքանչյուրը Աստծո համար մեկը մի լիճ է, մյուսը մի մեծ ծով, մյուսն էլ մի օվկիանոս, անծայրածիր։ Թե ամեն մեկին Աստված ինչ է տվել, բայց բոլորին է տվել։ Եվ մենք լցվում ենք անդադար։ Դու պատկերացնում ես, այն փոքրիկ գետերը, որ գալիս են ստեղ քեզ մատակարարելու երկնքից, այդ գեղեցիկ, այդ համով, քաղցրահամ ջուրը, ու դու վերցնում ես, ու երբեք չես ուզում 10։ Ինչ կկատարվի քեզ հետ։ Դուք տեսակ տարիներ առաջ թե ինչեր եղավ։ Ավերվածությունները անում ինքը, եթե ինքը դուրս չի տալիս, ինքը ափից դուրս է գալու։ Մեծ փոթորիկ, մեծ ալիքներ է սկսվում։ Եվ վիճակը շատ սարսափելի է։ Ես խոսում եմ մեր մասին, սիրելի բարեկամներ։
Շարունակեմ Սուրբ գրքից ընթերցել։ Հովհաննես 6:64 Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք է։ Եվ Սուրբ գիրքը հոգին նմանեցնում է քամուն, ոչ թե օդին։ Մենք գիտենք, որ օդը կարող ենք տարաների մեջ, չէ, պահել, պատկերացրեք, որ մեկը օդի կարիք ազգում, չէ, որ այս հասցնում են, բացում են, միացնում են, չէ, քթերից։ Եվ մարդը սկսում է ինչ անել, շնչել, դա օդն է։ Բայց հոգին Սուրբ գիրքը նմանեցնում է քամուն։ Քամուն չես կարող որևէ տեղ պահես։ Քամու դերակատարումը լրիվ այլ է։ Դա օդն է, հետը մի բան կա, որ անհնար է իրան փակել։ Ամեն կարող ենք ասել։ Այ գործք առաքելոց 2-րդ գլխում սկսում է այսպես. Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, եւ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես ու լցրեց ամբողջ տունը, որտեղ որ նստած էին։ Սուրբ Հոգին ուժգին քամու նման եկավ։ Ոչ մեկը չէր տեսնում դա, բայց տեսնում էին նրա արած գործերը։ Սուրբ Հոգին իմ ու քո մեջ է, սիրելի քույր եղբայր։ Ոչ մեկ չգիտի, ոչ մեկին չես կարող ապացուցես, որ դու լցված ես Սուրբ Հոգով, բայց քո գործերը, քո ապրած կյանքը, քո քայլերը, քո խոսքերը, ամեն ինչ ցույց են տալիս, որ քո մեջ կա Տիրոջ Հոգին էնել ուժգին քամու նման։ Հիշում եք պատմությունը։ Կրակից լեզուներ նստավ եւ 120 հոգի մարդ վերնատանը աղոթք էին անում։ Ու հանգած չգիտես ոնց, չգիտես որտեղով, որտեղ աղոթում էին իրանք վախեցած, դռները լուսամուտները փակ ու հանգած փոթորիկ, հանգած քամի էր ներսում։ Տեսել եք նման այցելություններ Սուրբ Հոգու։ Ես հիշում եմ, մեր քույրերից մեկը տարիներով ապաշխարում էր, անգամ ջրով էլ մկրտվեց, շատ լավ քույր էր, ծառայում էր անգամ, բայց չէր կարողանում Սուրբ Հոգով մկրտվել։ Ինքը իր մեջ պատկերացնում էր, չգիտեմ, էդի ինչպես պետք է լինի։ Եվ մի օր միտեղ աղոթքաժողով էր, եւ այն ժամանակ բնավորությունները սենց էր, չէ, ծնկած էինք աղոթում, անպայման պետք է ծնկաչոք աղոթեինք, հիշում եք այդ տարիները, ճոխ տարիներ էր։ Ինչ վերցրեցինք այդ ժամանակ, շատ բան վերցրեցինք։ Եվ մի օր աղոթում ենք, եւ ես տեսիլք տեսա, ու տեսա, թե այդ հզոր փոթորիկի նման քամին լույսի ձևով իջավ դրա վրա։ Ասի քուր այսօր քո օրն է, հեսա լեզուներով ես խոսալու։ Հա Սերգեյ աղբեր։ Եվ որ աղոթեցինք, մենք գտնվում ենք բնակելի շենքի ամենաբարձր հարկում, ամենավերևի հարկում։ Առաջի հարկից եկողները ասին, «Էս ինչա մեզ է թվաց, թե պատերազմը սկսվեց վերևը»։ Դուք չեք պատկերացնում ինչ կարգի փոթորիկ էր։ Եվ իրականում հրաշք էր, որ ես նման բան տեսա։ Սուրբ Հոգին եկել էր ու բարեկամներ, դրա արդյունքը ինչ էր։ Մենք ինչ տեսանք։ Պետրոսը բարձրացավ ու սկսեց խոսալ։ Ես չգիտեմ ինչի, դե հայեմ երևի հայերեն եմ մտածում։ Այդտեղ լիքը հայեր էլ կային, եկել էին այդ տոնին Հայաստանից։ Որտեվ տարբեր ազգերից մարդիկ կային։ Ես իմ մեջ մտածում եմ, որ լիքը հայեր էլ կային։ Սխալ եմ, թե ճիշտ եմ։ Մեկը կասես սխալ ես, մեկը ճիշտ ես, բոլորդ էլ ճիշտ եք։ Բայց ես քարոզիչի իմ ֆանտազիան է, հա, սենց եմ մտածում։ Քույրեր եղբայրներ։ Ու սրանք նայում էին, այս 120 հոգին խոսում են, ոնց էս հրյաները,
ոչ Հայաստան են եկել, որ հայկական կրթություն ունեն, հայերեն փառաբանում են ասում։ Եվ այդ տարբեր լեզուներից մարդիկ բոլորը տեսնում էին, որ սրանք ուրիշ բան են խոսում։ Եվ հասկանում էին այդ լեզուն, որ փառաբանում էին Տիրոջը։ Պետրոսը իմ կարծիքով ես իրան նմանեցնում եմ մի մեծ օվկիանոսի։ Ճիշտ է, խաղաղ օվկիանոսը չէր ինքը, որտեղ ինքը սուր ուներ եւ սրով մեկի ականջը կտրեց։ Բայց ամեն դեպքում ինքը օվկիանոս էր, որ վերևից մեծ քանակությամբ գետը լցվավ իր մեջ։ Ինքը չէր կարող պահել, որտեղ քաջ գիտեր, հասկանում էր, որ ինքը պայթելու է, եթե անգարջ չխոսա։ Բարձրացավ ու սկսեց խոսալ։ Մարդիկ, եղբայրներ, այն Հիսուսը, որին դուք խաչապայտի վրա գամելով սպանեցիք, Աստված նրան Տեր ու Թագավոր դարձրեց։ Նա է փրկիչը, նա է Մեսիան։ Եվ գիտեք ինչ կատարվեց։ Առաջին օրը իրենց ծնկները ծռեցին Տիրոջ առաջ ու եկեղեցին անմիջապես մեծացավ 3000 մարդով։ Հաջորդ օրը նույն Պետրոսի ելույթով արդեն 5000 մարդ ապաշխարեց։ Սիրելի բարեկամներ, իմ խոսքը սա է, որ Տերը մեզ մի մեծ ջրի ամբարի պես լցնում է ու լցնում է։ Ես չի եղել դեպք, որ կարդամ ավետարանը, երբ որ ես տանը նստած եմ իմ անկյունում ու իմ թուղթը գրիչը իմ կողքը չլինի ու ես մի գրառում չանեմ գոնե։ Ես անդադար առնում եմ ինչ-որ մի բան ու գրում եմ։ Ու համեցեք մեր տուն, խնդրեմ եկեք ու տեսեք մի ասենց հաստ տետր ունեմ։ Ինչքան բաներ կա, որ ես վերցրել եմ մինուսա դրած դեմը, որոնք քարոզել եմ, արդեն պլյուս եմ դրել։ Եկեք տեսեք, որ այդ ջուրը անդադար այսպես պտտվում է։ Ես հուսով եմ, ես հիմա մեռած կլնեի ու Տիրոջ մոտ կլնեի։ Բայց քանի որ պատահականության սկզբունք գոյություն չունի, Աստված ինձ ընտրել է իր խոսքը իմ միջոցով ասելու։ Աստված ընտրել է մեզնից յուրաքանչյուրին իր խոսքը քարոզելու համար։ Եվ ես կարող եմ ասեմ, որ ես պատահականորեն չէ, որ մտա այդ արտը։ Պատահականորեն չէր, պատահականություն չէր, որ ես հենց իմ մոտիկ ազգականի արտից սկսեցի ցորենը հավաքել։ Պատահական չէր, որ ես նրա վերմակը բարձրացրեցի ու նրա ոտերի տակ մտա։ Եվ պատահական չէր, որ ինքն ինձ նկատեց։ Ու ես սերունդ ունեցա, որ Տիրոջ տանը պետք է բնակվի շատ երկար ժամանակ։ Բարեկամներ, ես հավատում եմ, որ այստեղ բոլորս ոմանք լիճ են, ոմանք ծով են, ոմանք էլ օվկիանոսներ։ Ուր էլ փախչես, նրա ձեռքից հեռու չես կարող փախչել։ Միևնույն է ինքը քեզ բռնելու է ու հետաբերելու։ Արի դու այսօր որոշում կայացրու։ Այն ինչ որ Աստծուն հաճելի չէ, այլևս մի արա։ Եվ ամեն օր կարդալով Սուրբ Գիրքը փորձի ստացածդ փոխանցել բարի մարդկանց, հավատարիմ մարդկանց։ Եվ ինչ եմ ստացել, որ այն մարդիկ, որ այս գիրքը կարդում են, լսեք ուշադիր, ոչ մեկը չկորցնի ինչ որ ասում եմ։ Կարդալու ժամանակ, այս գիրքը կարդալու ժամանակ կարող են բժշկվել իրենց մարմնների մեջ։ Ուրեմն այն ինչ որ վերցնում ես, եթե չփոխանցես, ուշադիր լսի, քո անձին վնաս ես տալու։ Դու այսօր խոսք լսեցիր,
որ դու լիճ ես, որ դու ծով ես, որ դու օվկիանոս ես։ Հենց օվկիանոսին ոչ մեկ ամեն չի ասում։ Մենք պետք է ծառայենք Տիրոջը։ Եվ ամեն օր օվկիանոսը միլիոնավոր խորանարդ լցվում է։ Սրանք են մարդիկ են, ովքեր սիրում են Տիրոջ հետ հարաբերություն։ Քույրեր եղբայրներ, Սուրբ գրքում գրված է, եւ Հիսուսը բարձրացավ սարը եւ ամբողջ գիշեր աղոթք էր անում։ Կանանցից ծնվածներից նա միակն էր, որ երբեք աղոթքի կարիք չկար։ Միակն էր, որ կարող էր չաղոթել, որտեղ ինքը աստվածային ամբողջ լեցունությունով լցված էր։ Բայց ինքը իր սերը ցույց էր տալիս իր հորը նկատմամբ ու սիրում էր իր հետ շփվել։ Կանց թե մարդիկ, որ սիրում են Տիրոջը, ինչ հաջողականությամբ է շփվում իր հետ։ Սիրում ես իրան։ Իմ ամենասիրելի պահը բարեկամներ, երբ որ մեր տանը մարդ չի լինում, որ բոլորը գնում են, մեկը գործի, մեկը թոր պայելու, մեկը չգիտեմ ինչ, եւ Սերգեյ աղբերը ստե ցնծում արդեն։ Մի քիչ, շատ չէ, մի քիչ լաց կանեմ։ Մի քիչ կլացեմ, մի քիչ կընկնեմ գետին, մի քիչ էսի գաղտնիք ասում, էլի։ Լավ են հրեական երաժշտություններից գտնեմ, կսկսեմ պարել հետները։ Ինչ երեխայություն ասես կանեմ։ Եվ ինձ հարցնեն ինչ ես տենց անում։ Կասեմ լավ եմ անում։ Որտեվ սիրում եմ նրան ու նրա առաջը ուզում եմ ես իրան փառաբանեմ, օրհնեմ ու երկրպագեմ։ Ես ինձ չեմ համարում մեծ օվկիանոս, մի փոքրիկ լճակ, բայց այս լճակը ինչով որ լցվում է, դրանից էլ դատարկվում է, որ ջրերը առողջ լինեն եւ ճայճներ չառաջանան, խոցեր չառաջանան։ Այդ թե ինչից են ճայճներն ու խոցերը, այդ թե ինչից են խնդիրները մեր կյանքում, որ մենք լսում ենք ու չենք տալիս, վերցնում ենք ու չենք տալիս։ Բայց այն անձինք, որոնք վերցնում են ու տալիս են, իրանց կյանքում նմանատիպ բաներ չի լինի։ Չի լինի ճահիճ, որ իրանց հարսը ընկնի այդ ճահիճը, ասեն տենց էլ պետք էր։ Հարսին։ Հարսներ դուխով եղեք։ Տերը գալիս է հարսներին տանելու։ Քույրեր եղբայրներ, Մատթեոս ավետարանի ամենավերջում 28-րդ գլխի 18-ից 20 համարներում գրված է։ Իմ համար ճիշտ է, այս ամենավերջի պահերը շատ ցավալի է, որ կարդացել եմ, որ առաջ չէի տեսնում, բայց հիմա կամաց սկսել եմ բաներ տեսնել։ Առաքյալները եւ շատերը Հիսուսին ճամփու են դնում։ Ոնց որ տանեն այրոպորտ սամալյոտ նստելու, հա։ Եվ Հիսուսին ամպով, չէ, Հիսուս հիշում եք, որ ամպերով գնաց երկինք։ Եվ գրած է շատերը տեսան, բայց չհավատացին։ Եվ ես էլ ուղղակի իմ գաղափարն է, միգուցե ես սխալվում եմ, շատ առաքյալների անուններ գործ քառակելուցում չկա։ Ցավալի է դա։ Ինչի համար իրանք իրենց գործունեության մասին չեն բարձրաձայնել։ Միգուցե իրանք էլ են այս շարքում, որ շատերը չէին հավատում։ Բայց ես կուզեմ եւ շատ եմ փափագում, որ իմ անունը մնա միշտ կյանքի գրքում։ Գնացեք եւ ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեցեք։ Մկրտելով նրանց հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն, հիշում եք սա, որտեվ ես ամեն օր ձեր հետ եմ։ Սիրելի բարեկամներ, ինչ որ ես խոսեցի, ուզում եմ ընդհանրացնեմ ու մենք միասին մեր աղոթքը կբարձրացնենք Տիրոջը։ Այո, ես գիտեմ, որ ես պատահականության սկզբունքով չէ, որ ես Տիրոջ տանն եմ։ Ես անհավատ էի, իսկապես անհավատ էի։ Աստծո գոյության անգամ չէի հավատում։ Բայց Աստված եկավ մեր բակը,
ու մենք իրար հետ հանդիպում ենք ունեցել։ Կազմակերպել էր ինքը։ Երբ որ հանդիպեցինք, իմ կյանքը փոխվավ։ Իմ կյանքը այլևս նույնը չի։ Ինքը ինձ դարձրեց մի փոքրիկ լճակ եւ օգնեց, որ շրջապատում լիքը փոքրիկ գետերով լցվի այս լճակը եւ դադարքվի անդադար։ Ես իմ մասին այս փոքր կարծիքին եմ։ Իմ առջևում գտնվում են մարդիկ, որ նման են մեծ օվկիանոսների, ում շատ է տրված, նրանից էլ շատ է պահանջվելու։ Բարեկամներ, իմ խնդրանքն է քեզ, որ դու վստահ լինես, որ պատահական չէ, որ դու ստեղ ես։ Դու իմ նման չէ, որ առաջի քայլը արեցիր առանց որևէ մեկի օգնությամբ ու տեսնելու թե ով են իրենք, ինչով են զբաղված։ Ես ընդհանրապես դրա համար եկա եկեղեցի։ Հենց այդ օր Աստված հրաշքով բժշկեց իմ հիվանդությունը, որ ես պիտի արդեն մեռնեի։ Ու ես հիմա անցել են տասնյակ տարիներ ու ես ապրում եմ։ Առանց հիվանդության, առանց ցավի։ Այս փոքր լճակը սկսեց ապրել, կյանքի կոչվել, պատճառեն էր։ Արտավազ եղբոր ասածն եմ ասում, որ ես լսում եմ իրան։ Եվ ինչ որ լսում եմ, դուրս եմ տալիս, ասում եմ նաև։ Այսօր ստեղ մեր աղոթքի ժամանակ հնարավոր է, որ մարդիկ լինեն բժշկված։ Մեր մոտ շատ են հիվանդները, ստեղել են այտենց։ Որ հարցնում ես հիվանդ մարդը, բոլորը ձեռ են բարձրացնում։ Աստված ջան, որտեղ ենք թերացել։ Ես որ հիվանդացա ու ինձ տեղափոխեցին Երևան, վիրահատեցին։ Ես մտածում եմ, որ ինչ ա եղել, խի եմ սենց, շատերը միգուցե մտածում էին, տեսնես այս Սերգեյ եղբայրն էս ինչ մեղքար է։ Դուք էլ եք դες մտածում։ Փորձ չանեք իմ մասին, ում մասին ուզում եք մտածեք։ Եվ ես արդեն դուրս գրված եմ հիվանդանոցից, վիրահատությունից հետո այդ հետ վիրահատական բժիշկը իր խոստումը պահել էր, ասի ինչ անում ես արա, մենակ ես ցավ չզգամ, վախ կոտեմ։ Ասես մի հատ ասեղի ծակոց ես զգալու, այդ էլ կդիմանաս տղամարդ ես, ասի կդիմանամ լավ։ Արդեն դուրս են գրե, ու Վլադիկ եղբայրներից մեկի հետ պետքա գա իմ հետևից, ինձ տանելու։ Չգիտես ինչի ուշանում են, արի ու տես, որ փոթորիկ է սկսվել ճանապարհին։ Այնքան սառուց, այնքան քամի, այնքան չգիտեմ, որ չեն կարողանում շուտ գան։ Եվ արի ու տես, որ դա Աստվածն է տենց արել։ Եվ մի իմաստուն կին ունեմ, ինձ ասեց մարդիկ դրան հետևը մի ամբողջ դինաստիա հավաքված է։ Բայց խիղճ չունես, թող գոնե ներս կան իրանք։ Դες ես սենյակը չեմ դատարկում, որովհետև հելեմ դուսը ինչ միջանցքում նստեմ։ Ասավ այդ մարդիկ վճարել են, որ պետք է գան այս սենյակը։ Իսկ դու չես թողում, որ գան։ Մեղք են հիվանդնել հետներն հազի ոտի վրա է կայնում։ Ասելով, որ ասում ես մի բան գիտես, դու իմի ասա, Աստված իրան մղեց, որ ասա, պատահական բան չի լինում։ Ուրեմն սրանք այս ազգով տակով, որ մտան սենյակը, քույրեր եղբայրներ, ինձ թվաց լուսերն անջատեցին։ Այսինքն խավարը տիրեց, այնքան շատ էին։ Բայց ես չհասկացա ոնց ստացվեց, ոնց սկսվեց, անմիջապես սկսեցի ես ավետարանը քարոզել։ Չգիտեմ ոնց ստացվեց, չեմ հիշում, բայց ոնց որ իրանք պատրաստ էին, մի հող էր, որ այս տղեն, այս քանի օր հիվանդանոցում է, ոչ մեկին չի խոսած, ընդ մի երկու քույրի շատ։ Պետք է դատարկվի վերջով, որ այդ հիվանդությունն իրանից գնա։ Ու ես սկսեցի քարոզել։ Այդ իմ սենյակի հատակը սենց մետլախ էր արած։ Երբ որ ես իրանց առաջարկեցի արդեն որ աղոթելու, Հիսուսին Տեր ընդունելու, սրանք ինձի, «Բա եղբայր ջան, կարելի է որ մենք ծնկենք»։ Ասի ստեղ, ասա, ինչ կապ ունի, Աստծո առաջ ենք ծնկում, ասի մալադեց։ Իմ մեջ զարմացա, եւ բոլորը Հիսուսին Տեր ընդունեցին։ Բոլորի համար աղոթեցի։ Աշկերտս փակ աղոթում եմ, այդ պահին Վլադիկ եղբայրն արդեն հասնում է, դուրը բացում տեսնում, որ ես աղոթում եմ։ Դուրը ծածկում մնում է դռան հետևը, գիտեք իրան։
Վերջում ասում է, տեսա որ քահանապետական աղոթք էիր անում, ասի չխանգարեմ։ Պատահական էր, որ Սերգեյ եղբայրը հայտնվել էր այնտեղ։ Ես էլ չեմ հավատում պատահական բաներին։ Աստված ուզեց, որ ես այնտեղ ելնեմ, որ այդքան մարդ Տիրոջը ընդունեն։ Ես իրենց ուղղորդեցի, բացատրեցի ուր գնան հավաքույթների։ Ես չգիտեմ, թե ինչ եղավ։ Ես այդ մարդկանցից չեմ, մի քիչ ծույլիկ եմ, բայց մի բան գիտեմ, որ այս փոքր լիճը ինչ որ ունի, պետք է տա, որ ինքը նորից լցվի ու նորից տա։ Դու ինչպես ես մտածում այդ մասին։ Սիրելի հզոր մարդիկ, դուք ավելի զորավոր եք, քան թե ես գիտեմ, և քան թե դու գիտես։ Աստված քո վրա հույս ունի։ Ու ինչու՞ չէ, մի անգամ տարիներ առաջ Չարենցավանում ծառայում եմ, հիշեցի, ուղղակի ակամայից հիշեցի։ Այնպես պատահեց Տերը այդ ծառայության ժամանակ խոսաց հետս։ Տենց էլ ալնում, ճիշտ է։ Ինքը խոսում է, երբ ուզում է, ոնց ուզում է, ինչ ուզում է, ճիշտ է։ Եվ ես ասես նայեցի ժողովրդին, ասի ժողովուրդ ջան, Աստված բան ասես, սպասեք ես էսի ասեմ, հետո շարունակեմ ինչ եմ քարոզում։ Որտեվ եթե չասեմ կմոռանամ։ Եվ լավ հիշում եմ։ Ասեցի ուղիղ 2 ամիս հետո այս դահլիճը ասեղ գցելու տեղ չի լինի։ Մեծ արթնություն է սպասվում այս եկեղեցուն։ Շատ խոսքը երկնքից էր, շատ դիպուկ էր, շատ ազդեցիկ էր եւ բան երևաց էր, որ Սուրբ Հոգին շարժվավ այդտեղ։ Դա այն ժամանակաշրջանն էր, որ իրանք գալիս էին մեր մոտ փոքր խմբի ստրուկտուրային սովորելու, ծանոթանալու, որ իրանք էլ իրանց մոտ փոքր խմբեր սկսեին կազմակերպել։ Ուղիղ 2 ամիս հետո մենք հանդիպեցինք ու ասեցին Սերգեյ եղբայր, գիտես ինչա կատարվեք քո ասածը, ասեղ գցելու տեղ չկա եկեղեցում։ Բայց որ եկել են, դրանց տեր կայնել, պահել էր պետք։ Ամեն։ Միգուցե Աստված այսօր աղոթքի ժամանակ քեզ ինչ-որ մի բան կասի, քո կողքի հարևանի միջոցով, այս փոքր լճի միջոցով, չգիտեմ, բայց իշի, որ դու պատահական չէ, որ ստեղ ես։ Ու ես մաղթում եմ քեզ, որ ստեղի հավաքույթը կիրակի օրերը 2 անգամ անեք։ Ով ինձ լսեց։ Մի տարվա մեջ ամեն մեկս մի մարդ պետք է բերենք եկեղեցի։ Մի տարի։ Ու դու տեսնում ես ինչա կատարվելու ստեղ։ Տեղ կլինի ստեղ։ Ես վստահ հայտարարում եմ, որ ես պատահական չէ, որ ստեղ եմ։ Պատահական չէ, որ եկեղեցում եմ, ես սա նկատի ունեմ։ Իմ խնդրանքն է, որ դու էլ այս մասին վստահ հայտարարություն անես։ Ու ես հավատում եմ, որ Աստված քեզ մեծ թափով օգտագործելու է։ Եթե այս փոքր լճին ինքը օգտագործում է, այդ մեծ ծովերին ու օվկիանոսներին օգտագործելու է։ Մի մտածի, որ ես քո մասին դες մեծ կարծիքի եմ։ Ոչ, ես ասում եմ այն ինչ որ հասկանում եմ։ Դու հզոր մարդ ես, որտեղ քո մեջ բնակվում է աստվածային ամբողջ լեցունությունը։ Դու Տիրոջ ծառան ես։ Եվ քո միջոցով շատերը պետք է դարձի գան։ Քո միջոցով շատերը պետք է ապաշխարեն։ Քո միջոցով շատերը պետք է բժշկվեն։ Ամեն կարող ենք ասենք։